Դե ինչ, մեր ճանապարհորդությունը սկսվում է ամեն ինչի սկզբից, այն միակ բանից, որ երկնքում գույն է ստեղծում, իհարկե, խոսքը արևի մասին է։ Գիտեք, թեև մենք արևի լույսը սպիտակ կամ դեղնավուն ենք տեսնում, իրականում դա խաբուսիկ է։ Այդ սպիտակ լույսը, ըստ էության, ծիածանի բոլոր գույների խառնուրդն է։ Յուրաքանչյուր գույն, կարմիրից մինչև մանուշակագույն, ունի իր յուրահատուկ ալիքի երկարությունը։ Սա շատ կարևոր է, ու հենց սա է ամեն ինչի բանալին։ Հիշեք այս միտքը։ Լավ, հիմա նախքան ամփերին անցնելը, մենք պետք է մի կարճ, բայց շատ օգտակար շեղում անենք։ Պետք է հասկանանք ինչու է երկինքը կապույտ։ Հավատացեք, սա կօգնի մեզ ամեն ինչ իրար կապել։ Այսպես, երբ արևի լույսը հասնում է երկիր, այն բախվում է օդի անհամար անտեսանելի փոքրիկ մոլեկուլներին։ Պատկերացրեք, որ այդ մոլեկուլները փոքրիկ գնդակներ են, որոնք ցրում են լույսը, բայց նրանք դա անում են շատ յուրահատուկ ձևով։ Նրանք շատ ավելի լավ են ցրում կարճ ալիքի երկարություն ունեցող գույները, այսինքն կապույտը եւ մանուշակագույնը, քան, ասենք, կարմիրը։ Այս երևույթը կոչվում է ռելեի ցրում։ Ու հենց սա է պատճառը, քանի որ կապույտ լույսն այդքան արդյունավետ ցրվում է բոլոր ուղղություններով, մեր երկինքը լցվում է այդ գույնով։ Ուր էլ որ նայենք, մեր աչքին հասնում է այդ ցրված կապույտ լույսը։ Ահա թե ինչու է երկինքը կապույտ։ Պարզա՞ չէ։